Սուբվենցիոն հերթական ծրագիրն իրականացվում է Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում։ 2025 թվականին Սևան համայնքի կողմից ներկայացված եւ հաստատված սուբվենցիոն ծրագրերի ցանկում էր նաեւ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան շինարարության հիմնանորոգման աշխատանքներ ծրագիրը, որը մեկնարկել է 2026 թվականի գարնանը։ Մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների իրականացումը համայնքի կողմից դիտարկվել էր առաջնահերթություն։ Մշակութային օջախին շնչառություն հաղորդելու առաջին քայլը կատարվել էր դեռևս 2009 թվականին։ Ծովագյուղ համայնքի կողմից վերանորոգվել էր շենքի վատթար վիճակում գտնվող տանիքը։ 2014 թվականին Ծովագյուղի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով իրականացվել են մշակույթի տան կապիտալ ամրացման աշխատանքներ։ 2015 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսավորմամբ իրականացվել է մշակույթի տան պատուհանների տեղադրում։ 2021 թվականին կրկին Ծովագյուղի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով կատարվել են շենքի պատուհանների կողքերի ամբողջական հարթեցման աշխատանքներ։ Չնայած իրականացված շինարարական աշխատանքներին, բնակավայրի մշակույթի տանը նոր շունչ, թարմություն հաղորդելու եւ արդի չափորոշիչներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ էր առավել ընդգրկուն ծրագրի իրականացում։ 2025 թվականին հաստատված եւ 2026 թվականին իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 126 միլիոն 632 հազար 400 դրամ է, համայնք պետություն 50% համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները ներառում են 1296 քառակուսի մետր տարածք ունեցող շինության ներսում քանդման աշխատանքներ, միջնորմերի կառուցում, դռների եւ լուսամուտների տեղադրում, երկաթբետոնե հարթակի եւ աստիճանավանդակի կառուցում, առաստաղների եւ պատերի հարդարում, հատակների իրականացում, լուսավորության ցանցի մոնտաժում, ջրամատակարարման կոյուղու արտաքին եւ ներքին համակարգի ջեռուցման համակարգի կառուցում, օդափոխության մոնտաժում, արտաքին աստիճանահարթակի երեսպատում եւ այլ աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպություններն են Ծովագյուղ ՃՇՇ եւ Կամարաշար սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։ Ծովագյուղ բնակավայրի համար կարևորագույն այս խնդրի լուծմամբ կաշխուժանա բնակիչների առօրյան, լուրջ նախադրյալներ կստեղծվեն մարզամշակութային միջոցառումների կյանքի կոչման համար, կբացվեն մի շարք խմբակներ, կվերականգնվեն մշակութային ավանդույթները։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Արմեն Ղուկասյան, Գեղամահոր։